Վերջին 2 ամսում երկրորդ այցը Հայաստան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հետո կառավարություն։ Այստեղ էլ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրընկալությամբ կայացավ երկկողմ հանդիպում։ Դրանից հետո պաշտոնյաների քննարկումը շարունակվեց ընդլայնված կազմով։ Ողջունում եմ ձեզ եւ բարով եք եկել։ Վերջին ամիսներին Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ շփումները տարբեր ձևաչափով են եղել, այդ թվում հեռախոսազրույցներով, որոնց ընթացքում Հայաստանին աջակցության վերաբերյալ հայտարարություններ են հնչել, արձանագրում է Հայաստանի վարչապետը։ Հենց այդ վերջին տարիներին համատեղ ընդունված հայտարարություններն են, որ իրականացվում են։ Շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որը մենք արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած արդեն թույլ տվեք ասել բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների ընթացքում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնում այս ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Իհարկե դա շատ տպավորիչ է եւ նաեւ հանրության շրջանում մեծացնում է վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական միություն գործակցության եւ գործընկերության նկատմամբ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ արձանագրում է, իր այցերը Հայաստան հաստատում են բարեկամության եւ գործընկերության ամրությունը։ Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորում է նաեւ Հայաստանի վարչապետին ընտրության արդյունքների համար։ Նախ կցանկանայի ձեր շնորհավորել ընտրության արդյունքների առիթով։ Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որը ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը եւ Եվրոպային մերձենալը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով ինքը գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան-Եվրամիություն մերձեցումը եւ ընդգծում է Եվրամիության Հայաստանին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել։ Ես այսօր այստեղ եմ նաեւ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար։ Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության գործընթացին, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել ձեզ։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ իրականացնել փոխկապակցվածության ծրագրերում, որոնք կապում են Եվրոպական միությունը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան։ Հայաստանն այստեղ կենսական դեր է խաղում շնորհիվ իր դիրքի։ Ներդրումների նպատակով հատկացվել է 200 միլիոն եվրո, որը կարող է հասնել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Այնուհետև վարչապետն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես եկան հայտարարություններով։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս հայտարարությունն օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում, ընդգծեց վարչապետը։ Շնորհակալություն հայտնեց առևտրի դիվերսիֆիկացման համար Եվրամիության տրամադրած 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար։ Վերջին ամիսներին հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստանի ԵՄ գործընկերության օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկում՝ կապակցվածության ոլորտում, ասաց վարչապետը։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռնի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման եւ հատկացման հարցը։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգի կյանքի կոչման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում
տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ իր հայտարարությունով ընդգծեց. Նախ եւ առաջ ես կուզենայի շնորհավորել ձեզ ընտրությանը հաղթանակի առիթով։ Այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 2018 թվականին, կենթանի է եւ բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ գործակցության ուղով։ Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միության հետ, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում եւ մենք ձեզ հետ պատրաստ ենք այս տեսլականները իրականություն դարձնել։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրոյի հատկացման մասին, որը նպատակ ունի ամրապնդել երկրի առևտրային կարողությունները եւ դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Այս ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների համար խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հունիսի սկզբին։ Եվրոպան Հայաստանին առաջարկում է նաև ինքնավար առևտրային միջոցներ։ Սա նշանակում է, որ Հայաստանի առևտրի 80%-ը կլինի առանց սակագների։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգերի եւ օրգանական ծագման արտադրանքի համար, որոնք մինչեւ այդ Ռուսաստանի Դաշնություն էին արտահանվում։ Դուռը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրամիության միասնական շուկա։ Փաստորեն վերջին ամիսներին մենք ականատես ենք եղել ավելի ու ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների առաքման ներշուկա, եւ սա գեղեցիկ խորհրդանիշ է տնտեսական գործընկերության նոր գլուխ բացելու համար։ Սա միայն սկիզբն է, շեշտեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ըստ նրա, հուլիսի կեսերին Եվրամիությունը փորձագետներ կուղարկի Հայաստան աշխատելու անմիջական տեղական արտադրողների, ձեռնարկությունների եւ արտահանողների հետ, օգնելով նրանց օգտվել Եվրամիության առաջարկած բոլոր հնարավորություններից։ Համատեղ հայտարարություններից հետո վարչապետն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին։ Հայաստան-Եվրամիություն մերձեցման շրջանակում, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ինչ աջակցություն կարող է տրամադրել Եվրամիությունը, հարցինի պատասխան Ուրսուլա ֆոն դեր Լայենը նկատեց։ Մենք նման իրավիճակների հարուստ փորձ ունենք։ Մենք Ուկրաինայում եւ Մոլդովայում անցել ենք դրա միջով։ Մենք փորձ ենք կուտակել եւ մենք ինքներս Եվրամիությունում բախվել ենք այդ իրավիճակին։ Մենք հարուստ փորձ ենք կուտակել, թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը։ Հայաստանի վարչապետը բացառում է 2013-ի իրավիճակի կրկնությունը, երբ Հայաստանը 1 կամ 2 գիշերվա ընթացքում հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու արդեն իսկ պայմանավորված գործընթացից եւ որոշում կայացրեց գնալ ԵԱՏՄ ուղղությամբ։ Հարցին կարճ կոնկրետ պատասխան եղավ։ Դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները։ Եվրամիության հետ հարաբերությունների մասին, ինչպես է վարչապետը տեսնում Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, լուրերի հարցինի պատասխան Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց։ Եվրամիությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ 1 գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում։ Նաեւ 2018-ի հեղափոխությունից առաջ։ Այլ խնդիր է, թե ինչ արդյունավետությամբ եւ ինչ անկեղծությամբ է այդ օրակարգն իրականացվել։ Հիմա ընտրություններից հետո նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք ինչպես ասել եմ արդեն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում այո մենք հետևական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ որ մեծ խնդիրներով, COVID, պատերազմ, յետպատերազմական իրավիճակ, այսինքն մենք գործնականում
լիարժեք կենտրոնանալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա իրականում չենք ունեցել։ Եվ ընտրությունները, եւ այս նոր շրջանը, եւ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների նոր մակարդակը եւ նոր ծավալը Հայաստանի համար ստեղծում է պատմական շանս։ Հայաստանի ռազմավարությունը հստակ է։ Խնդիր համար առաջին, որը մենք պետքա լուծենք, լիարժեք, անկեղծ, ամբողջական, լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին, եւ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետքա լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է։ Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք եւ անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաեւ դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ որ պատճառով, ասենք Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից շատ մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին։ Սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար, եւ սա այն ռազմավարական նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունը հետապնդում է, ասաց վարչապետը։ Վիզաների ազատականացման գործընթացի մասին, ինչ քայլեր են անհրաժեշտ, որ գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի։ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայում վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրոպական միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցին գործողությունների ծրագրի առաջընթացի հաշվետվությունը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին։ Շնորհակալություն ենք հայտնում դրա համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը եւ գիտեմ, թե հայ ժողովրդի համար որքան կարեւոր է դա։ Գնահատման նոր առաքելություններ կգան այս աշնանը պրոցեսը գնահատելու համար։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք մեր առաջարկին վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, եւ եթե դա ավարտվի, դուք կհատեք վերջնագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, նպատակ կա, որ Հայաստանը 2029 թվականի դրությամբ ունենա վիզաների ազատականացման իրադրություն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանից։ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ճանապարհել է վարչապետ Փաշինյանը։ Մերի Խաչատրյան, լուրեր։